ձեզ Սամվել Կարապետյանը սպառնում է պետությանը։ Չէ, ոչ, բացարձակապես ոչ, իրանք էլ գիտեն, որ ոչ։ Ես ձեզ մի բան ասեմ, դուք հիշում եք Սերժ Սարգսյանի ժամանակ, որ սկսեցին Ծառուկյանի մասին եւ Արմեն Աշոտյանը, թե Աշոտ Արմեն Աշոտյանը, չէ՞, եղավ նույն ԿՊԱ-ները իրան թելադրանքով ելան ինչ խոսքեր են ասում։ Ախր գիտեք ինչ, եթե մեկի մասին ուզում եք խոսել, գոնե դրա մի տոկոսը արած լինեք Հայաստանի համար։ Իսկ ինքը այնքան կա, որ թվարկես ձեր ամբողջ պրոգրաման կանի։ Բայց մի բան էլ ասեմ, այս ամեն ինչը անիմաստ է։ Մենք պետք է լիդեր ունենանք, թե չէ մենք կործանում ենք։ Լսեցիք հայոց լեզվի համար ինչ ասեց, մեր գիր ու գրականության։ Իսկ մենք միջեմի որ գոյատևել ենք, ի փառք մեր եկեղեցուն, մեր կրոնին, մեր գրին եւ մեր հայոց լեզվին։ Ես ես հաջողություն եմ ցանկանում, եթե կարող եք մեկին գտնել, որ կանգնի եւ մեր ազգը կնա, եթե ոչ մենք կորզանենք։ Իսեր ասո շատ վատ է սպասվում։ Վաղը միսօր ընտրությունները ինչ է կարծում, դրանք կանցնեն։ Եկող տարի էլ կանցնեն, որովհետեւ սեղ օպոզիցիան իրար միս են ուտում, մեկը չկա։ Իսկ ինքն էլ զգալով վտանգը ումից կարող է լինի, Ռուբեն Վարդյանը Բաքվում, մեր բանում։ Я не знаю его вообще. Чем կարող ասել։ Իսկ թվում չէ։ Որ ասում է, եթե քաղաքական գործիչները ոչինչ չանեն, մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու կողքին, մենք մեր ձևով կկանգնենք։ Դա որպես սպառնալիք կարող է ընկալվել։ Իսկ թվում չէ։ Ոչ, իհարկե ոչ։ Օրինակ, որ ասել է, եթե քաղաքական գործիչները չանեն, մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու դեմ պայքարին։ Այս խոսքերով սպառնում է նա պետությունը։ Ոչ, նա պետությանը չի սպառում։ Միակ սպառնողը պետությանը դա մեր վարչապետն է։ Թուրքահպատակ, ինչ ասեմ։ Ինքը պարզապես մենք հիմա թուրքական լծի տակ ենք։ Դե ֆակտո թուրքական լծի տակ ենք։ Ամեն ինչ տանում է դրան։ Իսկ այսպես հայորդիները, որոնք ինչ որ բարեգործություն են արել, որոնք օգտակար են եղել իրենց երկրին, իրենց հայրենիքին, մեկին նվիրեցին թուրքական կառավարությանը, Ադրբեջանի, այնտեղ բանտում, մյուսին էլ իրենք այստեղ, այո, Ռուբեն Վարդանյան, մյուսին էլ այստեղ են ձերբակալեց, կաթողիկոսին էլ հետապնդում են, իհարկե, ամեն ինչ տեղին է, ինչպես ծրագրված է թուրքական պլաններում։ Հայաստանի միակ ճշտամին այսօր վարչապետն է, ուրիշ ոչ մի բան, վարչապետ հորժորժված է։ Ոչ։ Իսկ որ ասում է, եթե քաղաքական գործիչները չմասնակցեն, մենք մեր ձևով կկանգնենք եկեղեցու կողքին։ Դա ինչ է նշանակում ըստ ձեզ։ Դա իրեն կարծիքն է հայտնել, բայց կարծում այստեղ ճիշտ չէ դա։ Այստեղ պետք չէ քաղաքական գործընթացին, գործարար պետք է զբաղվի գործարար ոլորտում։ Ոչ։ Ասում է, եթե քաղաքական գործիչները չմասնակցեն, մենք մեր ձևով կկանգնենք եկեղեցու կողքին։ Ըստ ձեզ այս խոսքը։ Աղջիկը ջան, ցավը տանեմ, ձևը տարբեր է լինում։ Հասկանում ես, անպայման պետք չի իշխանափոխություն, անպայման պետք չի պատերազմ։ Միգուցե մեկ ուրիշ բան մոտեցում կունենա այդ մարդը, մտածի ազգի ժողովրդի մասին, չի թողի թուրքանան, բալես։ Մեր հավատը, մեր քրիստոնեությունը, միգուցե դա է ուզում պաշտպանի։ Անմիջապես վերցրեց հիմարը փակեց։ Դա քաղաքական հետապնդում է։ Անպայման։ Ինքը ոչ մեկին չի թողի, որ ապրեն ոնց ուզում են։ Այդ խելագարը, որ նստած այնտեղ, ոչ մեկին թույլ չի տա, որ ապրեն ոնց ուզում են։ Ոնց Ղարաբաղը տվեց, այնպես էլ Ռուսաստանի միլիոներներին է քարուքանդանելու։ Նա մարդ չի, բալիկ ջան։ Իսկ Սամվել Կարապետյանը բացի մարդկանց ինչքանով կարողացել է։ Օրինակ ես շատ վիրավորվեցի այս շոու բիզնեսի բան երկիշների նկատմամբ։ Գիտեք ինչի, բացի Ռազմիկ Ամյանից ոչ մեկը չկանգնեց կողքը։ Քիչ է տվել Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան բնակարաններ ա տվեց ձեզ, այն ինչ են ասում, Քրիստինե Պեպելյան, այո, ուր եք։ Չի թողիկ ներ մոմենտին մարդուն մենակ։ Չէ, բալիկ ջան, ես օրինակ եթե լիներ մեկ ուրիշ օլիգարխի համար, ես երևի, ես չեմ էլ ճանաչում այդ մարդին, պարզապես իր գործերը տեսնելով եւ Մոսկվայում, ես Մոսկվայից եմ եկել, եւ այստեղ, հասկանում եք, տեսնում եմ, ու ես չեմ տեսել, լսել եմ, չեմ տեսել, չեմ կարող սուտ ասել, այդպիսի մարդ չի եղել, որ մոտենա իրեն ինքը չօգնի, հասկանում եք, այն մի հոգավորի նման,
չի հանում շպրտում դուրս։ Աղջիկ ջան, կներեք չեմ կարող պատասխանել։